Պարոն Կարապետյան, կներկայացնեք այսօր տեղի ունեցած է իրավապահները ԱԱԾ-ից էլ կային եւ ինչ էին փնտրում ձեր տանը եւ այս process-ը ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք։ Այսօր հոբելյանական չեմ հիշում որ երրորդ խոզարկությունն էր մեր տանը։ Շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ էր, չգիտեմ, ման եմ գալիս։ Ինչ որ կարող է այն բաները ինչ որ իրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է, այնց ինչ որ։ Չէ, ոնց որ ինչ որ բան այնց չվերցրեցին։ Իսկ ինչքան տևեց բանտանում են, թե բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն։ Դուք ինչ եք մտածում, կներեք, դուք ինչ եք մտածում Պարոն Կարապետյան, օգոստոս 2-ին, երբ ազգային ժողովը գումարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից, թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք, Պարոն Կարապետյան, ինչ Պարզ արտահայտված քաղաքական գործոնով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք։ Երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Երեգել հիմա սրում է ուրիշ երկրի։ Ադրբեջանից 30-40 անգամ մեծ երկրի հետ հարաբերություն 30-40 չէ, կնեք 120 անգամ մեծ երկրի հետ կոնկրետ որ հայտարարությունները երեկվա նկատի երկաթուղու հետ կապված, այլ բաների հետ կապված սրում է հարաբերությունները երկրների հետ այն ձևով ինչ որ սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմի։ Կար սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունը, բայց առիթ է տալիս։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Էդի մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Բայց ասում է որպես գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ վատ բան է արել Հայաստան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում, ավարտեմ պարոն Կարապետյան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, որ փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ։ Այդ խնդիրները արդյոք սա հիմնավոր չի։ Այդ խնդիրներով թող գնա բանակցի process գտնի, ճանապարհ գտնի, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի sense էլի մի քանի որ երրորդ անգամ արդեն տուպիկի։ Թող գնա բանակցի։ Էսի մեթոդա տենց հարաբերություններ հաստատելու համար բողոքելով չի։ Մենք արդեն անկախ երկիր ենք։ Մենք պետքա կարողանանք ճիշտ համ հերավորություն սահմանելուց ճիշտ անենք։ Համ էլ այնպես չանենք, որ վաղ մյուս օր ավելի սրենք իրավիճակը։ Ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ։ Այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի այս սրացմանը, ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետքա ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ-որ բարեգործության հետ կապված հայտարարություն է արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը,
երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մառնել տանք ամբողջ օր իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի դա լավ է։